Ողջույն Միքայել։ Բարև ձեզ։ Միքայել, նախ շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիր հաղորդմանը մասնակցելու առաջարկը։ Այսօր փորձել ենք քեզ բացահայտենք նաև մի փոքր այլ տեսանկյուններից։ Նախ սկսենք նրանից, թե ինչ կա այս պահին քո ձեռքում։ Ես տեսնում եմ, որ գիրքն է, որտեղ գրված է քո անհասկանունը, կպատմես գրքի մասին։ Ես էլ շնորհակալություն հայտնեմ, որ հրավիրել եք ինձ ներկա գտնվելու ձեր հաղորդմանը։ Իմ ձեռքում գտնվում է իմ հեղինակային գիրքը, Փոքրերը ևս մտածելու իրավունք ունեն։ Փոքրերը ևս մտածելու իրավունք ունեն գիրքը, իրենից ներկայացնում է իմ տարբեր տարիքի ասած զարմանահրաշ մտքերը, հետաքրքիր պատմությունները եւ բանաստեղծությունները։ Գիրք գրելու գաղափարը քոնն էր, որպեսզի այդ ամբողջ քո ստեղծագործությունները մեկտեղվի մեկ գրքի մեջ։ Այո, նաև չմոռանամ ասեմ, որ իր կազմի նկարի գլխավորությամբ գրքի ներսում գտնվող բոլոր նկարները իմ նկարած նկարներն են, ինչպես նաև այս գույնը, որ շատ կհանդիպի գրքում, նաև ետևի կազմում։ Դա իմ սիրած գույնն է, կապտականաչը։ Մեկ պատմություն կամ բանաստեղծություն կամ որևէ փոքր ստեղծագործություն կկարդաս քո գրքից։ Կարող եմ նաև բանաստեղծություն արտասանել իմ գրքից։ Սիրով։ Օրեր։ Տարիներն ու ամիսները փոխվում են, իսկ օրերը մնում են նույնը։ Ամեն օր ունի իր անցյալը, իսկ ամեն անցյալ իր գույնը։ Տարբեր տարիքում եմ գրել։ Միքայել, փոքրերը ևս մտածելու իրավունք ունեն։ Վերնագրի ընտրությունը ինչով է բացատրվում։ Ես փորձել եմ այս գրքի օգնությամբ ասել, որ փոքրերը ունեն շատ հետաքրքիր մտածողության աշխարհ եւ պետք չէ փոքրերին անազատ թողնել։ Նրանք պետք է ասեն իրենց բոլոր մտքերը, ինչ որ նրանք ցանկանում են այդ պահին ասել։ Ասես թե փոքրերը անտեսված լինեն մեր հասարակության մեջ, փոքրերը անտեսված են, փոքրերի կարծիքը հաշվի չի առնվում։ Այդտեղից է առաջացել իմ գրքի վերնագրի ընտրությունը։ Մեկ էլ նշեմ, որ գիրքը հրատարակել եմ 23 թվականին։ Ես գիտեմ նաև, որ դու խաղերի հեղինակ ես, խաղերից հեղինակել։ Կպատմես նաև քո խաղերի մասին։ Իհարկե։ Բերի եւ գտիր Հայաստանի գանձերը։ Այս խաղը ճանաչողական խաղ է եւ ստեղծել եմ նրա համար, որպեսզի երեխաները ավելի լավ ճանաչեն ու սիրեն մեր հայրենիքը, Հայաստանը եւ կարողանան նաեւ մի փոքր կտրվել համացանցից։ Ուրեմն խաղը իրենից ներկայացնում է գիպսով լցված տարա, մուրճ ու սպունգ։ Նախ տուփի հետևի մասում ցույց տամ այն քարերը, որոնք գտնվում են գիպսի մեջ։ Սև վանակատ, շագանակագույն վանակատ, վարդագույն տուֆ, կարմիր եւ նարնջագույն տուֆ, մարմար եւ ջրային խճաքարեր։ Երբ կոտրում եք գիպսետան եւ հանում եք, սպունգի օգնությամբ լվանալ եւ կավթալ եւ ներսում կա ուղեցույց, կավթալ քարերի մասին։ Ամեն քար բերված է մի մավզից եւ խորհրդանշում է ինչ-որ մի մավզ։ Ուրեմն սա սպունգն է, սա մուրճը։ Սա գիպսով լցված տարան է։ Իսկ սա ուղեցույցն է, որի օգնությամբ ამ երեխաները պետք է կավթան քարերի մասին։ Ունի տարիքային սահմանափակում, հարմար չէ 6 տարեկանից ցածր երեխաների համար, քանի որ կան փոքր քարեր, եւ այդ փոքր քարերը կարող են կուլ տալ։ Ինչ է քո ձեռքում, հիմա ինչ է Միքայել։ Իմ ձեռքում իմ մյուս խաղն է, որին ես անվանել եմ ներկիր ինքը, այն ես ներկայացնում է գիպսի ծաղծանիկներ, ներկև վերցին, այն ներսում գտնվող ներկև վերցնի օգնությամբ պետք է ներկել այս գիպսի աղծանիկները, ով ինչ գույնով ցանկանան, եւ թողնել, որ չորանա։ Սա չունի տարիքային սահմանափակում։ Եվ նշեմ, որ դուք տեսեք բոլոր տուփերի վրա իմ ապրանքանիշը, նույնիսկ լոգոն։ Լոգոն իրենից ներկայացնում է ձեռք, որը անալոգ ձեռքի խորհրդանիշ է, գիրք, որը կրթության խորհրդանիշ է, ժապավեն, որը ճանապարհի խորհրդանիշ է, վրան գրված ստեղծիր ինքդ եւ գունավորիր քո աշխարհը, գլոբուսը աշխարհի խորհրդանիշ եւ ՄԵԱ հապավումը, որը երբ բացվում է, դառնում է մեր երազանքների աշխարհում։ Միքայել, իսկ քո երազանքների աշխարհը ինչպիսին է։ Այն աշխարհը, որտեղ ես կուզենայի ապրել, կուզենայի լինել այնպես, որ չլինեի պատերազմներ եւ բոլորը ապրեին խաղաղ երկնքի տակ։ Միքայել, քո բոլոր հարցազրույցներում քեզ տեսնում ենք գլխարկով։ Ինչով է դա պայմանավորված, շատ ես սիրում։ Ես նմանացնում եմ Երգիշ Չարենցին։ Սիրում ես Չարենցին։ Ինչ որ ստեղծագործություն ես ամենից շատ հավանում։ Ամբողջները խելագարված եւ ես իմանում Հայաստանի։
Իսկ ի՞նչն է քեզ գրավում Չարենցի մեջ։ Ընդհանրապես մի խոսք նշեմ Չարենցից, որը նա պատկան բանաստեղծությունը վերածելով ագրոդիկոս ասել է այս խոսքը. «Ով այ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո ավագական ուժի մեջ է, որի պատճառով նա ձերբակալվեց»։ Միքայել, քո ամենամեծ նպատակը ո՞րն է։ Դառնալ պիտանի մարդ իմ ազգի համար։ Իսկ ով է պիտանի մարդը, Միքայել։ Այն մարդը, ով բարձր է պահում իր երկրի պատիվը, ցանկացած վայրում։ Եվ ցանկանում եմ ստեղծել մի այնպիսի զենք, որ աշխարհի բոլոր ժողովուրդները վախենան մեզնից։ Ճիշտ է, թող այդ զենքը երբեք գործածության չհանվի, սակայն թող այդ զենքը լինի։ Ինչպես է, որ Ռուսաստանը ունի իր միջուկային զենքը, բայց չի կրակում չի պայթում այդ միջուկային զենքը երբեք, բայց մարդիկ վախենում են Ռուսաստանից։ Նաև ես գիտեմ, որ զենքերի կառուցման համար օգտագործում են թռչուններին, հիմնականում արծիվին են օգտագործում, արծիվի տարբեր տեսակների հետ համեմատելով ստեղծում են զենքերը, իսկ շենքերը կառուցում են նաև բույսերի օգնությամբ, օրինակ եգիպտացորենի օգնությամբ կարող են եգիպտացորենի տեսք ունեցող շենք ստանալ։ Երևանում կար նման շենք, գիտես, չէ՞։ Կուկուզնիկը գիտեմ, երիտասարդական պալատը, բայց օրինակ կան շենքեր, որոնք ամբողջովին նման են բույսերին, այսինքն օրինակ կիսած եգիպտացորենի։ Միքայել, դու ունես նպատակներ թե երազանքներ։ Նպատակներ։ Նպատակներ ունեմ, երազանքներ ունեմ։ Ո՞րն է քո ամենամեծ երազանքը։ Դառնալ տիեզերագնաց։ Իսկ չես մտածում, որ դա կարող է նպատակ դառնալ։ Ես օրինակ լսել եմ, որ տիեզերագնաց դառնալու համար մարդիկ անցնում են շատ արժանագիր։ Պետք է ունենաս բակալավրի աստիճան, ցանկացած ինչ-որ գիտության, օրինակ ֆիզիկա, քիմիա, աստղագիտություն, 2 տարվա փորձ, 35 տարեկանը պիտի լվացած չլինի, քաշը 50-ից 90 կիլոգրամ, հաստակը 150-ից 190 սանտիմետր, ոտնաթաթերի երկարությունը 27 սանտիմետր։ Այսինքն այդպիսի չափանիշներ են պետք, բայց ինձ թվում է դու այդ չափանիշներին կհասնես։ Ես փոքր եմ այդ չափանիշներից։ Հետագայում։ Ներկա ժամանակում, բայց փոքր եմ չափանիշներից, այսինքն ոչ հավասար չափանիշներին, ոչ էլ մեծ եմ։ Միքայել, իսկ դու կողմնորոշվել ես քո մասնագիտական։ Մեկ էլ մոմացած եմ տիեզերքի մասին, եթե ցանկանում ես տիեզեր գնալ որպես զբոսաշրջիկ, անհրաժեշտ է 20-ից 50 միլիոն դոլար։ Միքայել, իսկ քո մասնագիտության հարցում կողմնորոշվել ես, ինչպես ես պատկերացնում մասնագիտական։ Իհարկե, ոնց չեմ կողմնորոշվել։ Շատ ուզում եմ դառնալ գիտնական, առհասարակ քիմիկոս։ Ես կարծում եմ ֆիզիկոս։ Քիմիան ավելի հետաքրքիր է, բայց եթե սովորում եմ ֆիզիկան չեմ կարող անտեսել։ Նաև մաթեմատիկայով եմ ներկա ժամանակը զբաղվում, քանի որ բոլոր գիտություններով մեզ պետք է գալիս մաթեմատիկան, բայց քիմիան ամենալավ գիտությունն է իմ համար, ինձ շատ է դուր գալիս։ Ի՞նչն է դուր գալիս քեզ։ Դե քիմիայում հաստատուն ամեն ինչ չկա։ Դրանք կարող են ինչ-որ մի ժամանակ հետո փոխվել։ Ինչպես օրինակ երկու նավթ գազեր, քսենոնն ու կրիպտոնը երբ նավթ գազերից որակազրկվեցին եւ դարձան սովորական նյութեր։ Որովհետեւ նավթ գազերը չպետք է միացություն ստեղծեն, իսկ նրանք ստեղծեցին օքսիդներ, դրանց համապատասխանող թթուներին համապատասխանող աղեր։ Դու շատ մեծ գիտելիքներ ունես եւ տարբեր ոլորտներից։ Ինչն է քեզ այսպես մոտիվացնում։ Մեծ գիտելիքներ չունեմ։ Ես գիտեմ այն, որ ոչինչ չգիտեմ։ Մարդը չի կարող երբեք մեծ գիտելիքներ ունենա։ Ինչքան էլ միշտ սովորելու տեղ կա։ Միշտ սովորելու տեղ կա, բայց սովորելու տեղը երբեք չի ավարտվում։ Ճիշտ ես։ Բայց ինչն է քեզ մոտիվացնում այս քո ուսման կրթության ճանապարհին։ Հայ գիտնականները, մեծամասամբ Վիկտոր Համբարձումյանն ու Արտեմ Նիկոյանը։ Ուզում ես դու էլ գյուտեր անես։ Իհարկե, նաև Վիկտոր Համբարձումյանը մի խոսք է ասել. ամեստությունն է մարդուն երջանիկ դարձնում։ Ընդհանուր ամեստությունը իրենք մարդուն երջանիկ է դարձնում։ Իսկ ինչ է երջանկություն, Միքայել։ Ստեփան Զորյանի խոսքով ասեմ. երջանկությունը երջանկություն չփնտրելու մեջ է։ Դրա համար էլ մանուկները միշտ երջանիկ են։ Ես հենց դա էլ իմ պատասխանն էր, որ երեխաները միշտ երջանիկ են, որովհետև երջանկություն չեն փնտրում իրենք։ Մեծերը միշտ երջանկություն են փնտրում, դրա համար էլ հենց երջանկությունը չեն հասնում երբեք։
Իսկ ինչի են միշտ երջանկություն փնտրում, դա ինչից է գալիս, գիտես։ Չգիտեմ, ես մեծ չեմ, որ հասկանամ։ Միքայել, իսկ ո՞րն է կյանքում ամենակարևոր բանը ըստ քեզ։ Պատասխանը Վիկտոր Համբարձումյանի խոսքով։ Կողամերս ունի մի օրենք, եւ դա է միշտ համակերպվել մահի հետ եւ չվախենալ մահից։ Լավ կլիներ, եթե չգար։ Ուզեիր անմահ լինեիր։ Իհարկե։ Իսկ հետաքրքիր կլիներ այդպես։ Իհարկե, ինչու հետաքրքիր չէր լինի։ Կյանքումս չափից դուրս շատ բաներ կհասցնեի անեին։ Օրինակ, արի հիմա երազում ենք միասին։ Մենք անմահ ենք, դու անմահ ես։ Ինչ ո՞նց էի պատկերացնում քո կյանքը, ինչով կզբաղվեի, ինչ կանեիր։ Կզբաղվեի ամհասարակ, որ աշխարհը ավելի գեղեցիկ լինի։ Իսկ ի՞նչն է պակասում աշխարհին ավելի գեղեցիկ լինելու համար։ Խաղաղությունը եւ առողջությունը։ Միքայել, իսկ խաղաղությունը ինչպես պետք է ստեղծել, ինչ ես մտածում այդ հարցի մասին։ Ալֆրեդ Նոբելը մի այսպիսի խոսք էր ասում էր աշխարհում կտիրի խաղաղություն, եթե երկու կողմերը ունենան հավասարապես մահացու զենքեր։ Տես մի խոսք են ասում, որ եթե ուզում ես խաղաղություն, ապա պետք է պատրաստվես պատերազմի։ Կոպիտ ասած, պետք է այնքան ուժեղանաս, այնքան հզոր լինես, զենքեր ունենաս, որ կարողանաս դրանով պարտադրել խաղաղություն, հա։ Ես էլ դա էլ ասեցի։ Ալֆրեդ Նոբելը ասել է, որ եթե երկու դիմակայող ուժեր ունենան հավասարապես մահացու զենքեր, երկրում կտիրի խաղաղություն։ Իսկ առողջությունը մի բան է, որը երբեք չեն կարող մենք որոշել, թե երբ կլինի։ Դե մենք հիվանդանում ենք, լինում է թեթև, լինում է ծանր, երբ որ մենք չհիվանդանայինք, էլի մեզ համար լավ կլիներ։ Ինչ ես կարծում, կյանքը անհետաքրքիր չէր լինի, եթե կյանքը հավերժ լիներ։ Ոչ, ավելի հետաքրքիր կլիներ։ Միքայել, հիմա քո հետևում Շարլ Ազնավուրի դիմանկարն է, որը հետին պլանով է։ Այն բաղկացած է 650 Հայաստանի տարբեր վայրերի նկարներից եւ դրանց հետևում թաքնված է Ֆրանսիայի հայ շանսոնյե ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Շարլ Ազնավուրի իսկական աննշանավոր վաղինակի Ազնավուրյանի նկարը, ամենահայտնի նկարը։ Իսկ սիրում ես իր երգերը։ Լսում եմ, կան երգեր, որ դուրս շատ են գալիս։ Բավականին անունը չգիտեմ։ Միքայել, էլ ինչ հայտնիների կառանձնացնես, որոնք քեզ համար յուրահատուկ ու հայրենանվեր հայրենիներ են։ Օրինակ Լյութեր Սիմջյանը, նա ստեղծեց աշխարհում ամենամեծ գործածություն ունեցող սարքավորումը, բանկոմատը, բանի սերունին, նա Հայաստանի համար շատ կարևոր գործեր արեց։ Ստեղծեց հոդը, Արեսիբոյի փլուզումից հետո համարվում է աշխարհում ամենամեծ ռադիոօպտիկական դիտակը։ Ներկա պահին համարվում է աշխարհում ամենամեծ ռադիոօպտիկական դիտակը։ Նաև չմոռանանք Արև Կայանը, Պարիս սերունում, որն ստեղծել էր, որպեսզի Հայաստանը ունենա անվճար էլեկտրականություն, սակայն անավարտ մնաց, նա մահացավ։ Միքայել, մի հատ գաղտնիք ինձ կասես, դու ոնց ես ամեն ինչ էսպես հիշում։ Շատ գիրք կարդալով, որ մարդը շատ է գիրք կարդում, նրա ուղեղի բջիջները միշտ զարգացած են մնում։ Դա պետք է փոքր ժամանակվանից անել։ Փոքր ժամանակվանից երբ կարդում ես, քո բջիջները միշտ մնում են կենդանի։ Ծերացման ժամանակ նրանք էլի շարունակում են մնալ կենդանի, քանի որ դեռ գործում են, կարելի է ասել։ Մարդիկ օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաները, սակայն ոչ ճիշտ։ Այսինքն ժամանակակից տեխնոլոգիաներ ունեն եւ իրենց դրական եւ իրենց բացասական կողմերը։ Մարդիկ օգտագործում են իրենց ճիշտ, մարդիկ օգտագործում են իրենց որպես սխալ։ Որն է ճիշտը, որն է սխալը։ Ճիշտը այն է, որ մենք կարող ենք համացանցից հետաքրքիր տեղեկություններ գտնել, որ մենք կարող ենք չգտնենք գրքերից։ Սակայն մարդիկ կան, որոնք համացանցից օգտվում են ամբողջ օրը, սակայն ոչ մի նոր բան չսովորելով, այդ մարդիկ օգտվում են սխալ։ Այսինքն որպես ժամանցի միջոց է դառնում իրենց։ Որպես ժամանցի միջոց ամբողջ օրվա համար։ Կարդալն է շատ ճիշտ։ Օրինակ իմ համար շատ լավ զբաղմունք է։ Դու ասացի, որ Չարենց եւ Սևակ ես սիրում։
Իսկ ինչ ես կարդում, այ հիմա վերջին կարդացածդ գիրքը կնշես։ Վերջին ամբողջությամբ կարդացածս գիրքը եղել է Գարեգին Բես ինչ արեցը, իսկ հիմա, կոնկրետ հենց հիմա, կարդում եմ Կոնֆուցիոսի զրույցները։ Հետաքրքիր է։ Հետաքրքիր է։ Օրինակ Կոնֆուցիոսի սիրածս ոսկը սա է եղել։ Երեխաները պետք է ծնողներին հոգս պատճառեն միայն այն ժամանակ, երբ որ հիվանդ են։ Բայց երեխաները հոգս պատճառում են։ Ինչու՞ չէ։ Անընդհատ մայրիկ կանչելով։ Օրինակ ես իմ մորվա մեջ անընդհատ մայրիկից կանչում, մայրիկից շատ եմ կանչում։ Մայրիկ անփոխարինելի են։ Ու շատ կարևոր անձ է երեխայի։ Շատ կարևոր անձ է երեխայի կյանքում։ Թե հայրը, թե մայրը կարևոր են։ Բայց դե մայրիկները ունեն յուրահատկություն, որոնք չունեն հայրիկները։ Օրինակ, որը կառանձնացնես։ Օրինակ իմ մայրիկը միշտ ասում է, եթե 1000 երեխա գովա, ես կտարբերեմ, թե որն է քոնը։ Իսկ հայրիկները դա չեն կարող։ Ինչն է կարևորում մեր հասարակության, մեր ազգի մեջ։ Եվ ինչն է, որ փոփոխության կարիք ունի։ Վատը չեմ ասի, մենակ կասեմ լավը։ Հայերը օգնող ազգ են։ Օրինակ այդ ամեն ինչը չկա Եվրոպայում։ Եվրոպայում մարդիկ շատ սահմանացի ուտեն, իսկ Հայաստանում եթե փողոցում ինչ-որ մի բան լինի, տարածքի բոլոր մարդիկ քո գլխավերևում են հենց այդ պահին։ Իսկ Եվրոպայում մարդիկ բացապես փողում անցնում են։ Ինչը կուզեիր փոխել։ Ինչպիսին կփոխեիր, ինչպես կուզեիր, որ լինեին։ Թեկուզ այդ ասում ես, որ երազած աշխարհում ապրեինք։ Այդ երազած աշխարհի մեջ այսօրվա Հայաստանից ինչը կփոխեիր, որ հենց այդպես լիներ։ Երազած աշխարհում ես կուզենայի, որ միշտ լիներ խաղաղություն, օրինակ մեր Հայաստանը ապահովված չի խաղաղության կողմից։ Մենք ունենք թշնամիներ, որոնք անընդհատ մեզ պատերազմի են սպառնում։ Այ եթե մենք թշնամիներ չունենայինք, մեզ համար շատ լավ կլիներ, չենք ունենա ամենակարևորը Եվաբլուրը։ Դու նաև Եվաբլուրում ամփոփված հայրենիների մասին ֆիլմ ունես, կպատմես դրա մասին։ Իհարկե, ֆիլմի մեջ կրում է ուսուցողական բնույթ եւ սովորեցնում է ամեն Եվաբլուրի մտնողին հաղթական կամայից մինչեւ Եվաբլուրը բացատրում է։ Այդ ֆիլմը նայելուց հետո մի բական կանգնի եւ կխոնարհվի մեր հերոսների առաջ։ Նրանց սրտակն է մեզ սովորեցնում ապրելու բանաձևը։ Միքայել, այս տարվա համար ինչ նպատակներ ունես։ Հիմա արձակուրդների սեզոն է, բայց ես ենթադրում եմ, որ դու շատ անելիքներ ես պլանավորում։ Իհարկե, ցանկանում եմ այցելել Լովում մարզը, Հայաստանի այլ վայրերը, որտեղ չեմ եղել։ Լովում մարզում չեմ եղել Գեղարքունիքի մարզի ինչ-որ տարածքներում, Կոտայքի մարզի որոշ տարածքներում չեմ եղել, Սյունիքի որոշ տարածքներում չեմ եղել, Վայոց ձորի որոշ տարածքներում չեմ եղել։ Արարատի մարզի որոշ տարածքներում չեմ եղել, այսինքն ամեն ինչից մի քիչ, բայց լողին ամբողջությամբ։ Միքայել, իսկ ամենասիրածդ վայրը որտեղ է Հայաստանում։ Փոքրիկ լիճ։ Դա գտնվում է Թեժլեման լանջին, այն գտնվում է Կոտայք լողի ավտոճանապարհի կողմում։ Միքայել, եւ որպես վերջաբան, ինչ կուզես ավելացնել։ Մաղթում եմ աշխարհին խաղաղություն եւ թե աշխարհում չլինեն հիվանդություններ, որ բոլոր երեխաները ապրեն խաղաղ երեխաքի տակ եւ միշտ ուրախ։ Ես այժմ գտնվում եմ իլյուզիաների թանգարանում եւ ձեզ կցանոթացնեմ մի շարք օրենքների հետ։ Օրինակ, այս է իլերի սկավառակը, հայերու վրա պտտելուց, այն կպտտվի 1-ից 2 րոպե, ընթացքում կդանդաղի, նաեւ կբարձրացնի ձայնը։ Այն երկար կպտտվի, քանի որ հայերին համարվում է ամենաողորկ մագերեգույթը եւ հայերու վրա ցանկացած ամեն ինչ պտտվում է երկար։ Այն ընթացքում անսպասելի նաեւ կանգ կառնի։ Նույն այս հոլը մի փոքր սպասի կանտե Էյլիս կամակը կանգ կառնի։ Այս էլեկտրամագնիսական գեներատորը։ Եվ մենք հաստատում հոսային ենք ստեղծումը, մեր ձեռքերից ենք ուղղակի էլեկտրակամնի, եւ մենք կարողանում ենք այս դրանքով ավել։ Քանի որ հաց են հաստատում է, մենք որ կողմեր կտեսնենք հոսակ կստանանք, սակայն եթե փոխարինենք դեցը, մենք մի կողմից կստանանք հոսային, իսկ հակառակ կողմից չենք ստանա։ Ուսադրությունը արդեն էլերի սկավառակը ցանկանում կանգ առնել, հոլը կանգ առավ։ Կանգ առավ։
պտտվող լամպ է, որը պահված է օդում, սակայն ունի մի յուրահատուկ նրբություն։ Նրա ներքևում գտնվում են մագնիսներ, եւ այդ մագնիսական սերտերի օգնությամբ նա կարողանում է մնալ օդում, ինչպես նաեւ ստանալ լոսանք։ Ինքը ինչ-որ բանով ամրացած չի։ Ոչ, ինքը բավարարապես մագնիսական ուժերով է ամրացված։ Ձեր կարծիքով սա ինչ պատկեր է։ Ես նմանեցրեցի աչքի բիբին։ Ուրեմն այս հայրին ունի ներվաստող հատկություն։ Սա հայրը ձող է, որ ունի ներվաստող հատկություն։ Ուշադրություն, ստացանք թութան հարմոնը, որովհետև եթե ուշադրի լինեք, սա թութան հարմոնի աչքերն են, իսկ սա քիթը։ Սա կոչվում է մահի ճոճանակների ալիք, եւ մենք պտտեցնում, եւ մենք այսպես ենք անում, մենք բաց ենք թողնում, սկզբից նորմալ պտտվում են, սակայն հետո որոշները շեղվում են, ինչ որ ժամանակ հետո կսկսի սպիտակները գնալ մի հետագծով, սևերը մյուս։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Թելերի երկարություններից, եւ այդ թելերի երկարությունն ուշադրություն հատե բոլոր մեկ հետագծում են գնում։ Սա առաջինը կամ իսկ սա վերջինը։ Սա շատ հետաքրքիր սարքավորում է։ Այն մենք տեսնում ենք գունավոր սկավառակ, եւ մենք պտտեցնում ենք մարդու աչքերին, այն երևում է սպիտակ, սակայն նույն ընթացքում հրապարակոսը ցույց է տալիս այն գունավոր, սակայն նույնը որ հրապարակոսն է շեղվում։ Դա նրանից է առաջանում, որովհետեւ հրապարակոսը ստեղծում է մի վայրկյան ֆիքսում է 600 կադր, իսկ մեր աչքը 50-ից 90 կադր։ Սա մեր աչքի կառուցվածքն է։ Ուշադրություն, դուք տեսնում եք դեպի աջ կողմը ուղղված սլակ, չէ՞։ Այո։ Մենք որ կողմեր տեսնում ենք, այն մնում է աջ կողմը ուղղված, չէ՞։ Սակայն տեսնում եք հայերի մեջ, քանի որ հայերին անդրադարձնում է ամեն ինչի հակավակը, մենք ինչքան էլ թեքենք, մենք է ստանալու դեպի ձախ կողմ ուղղված սլակ։ Սա ամենից շատ հետաքրքիր է։ Ուրեմն ուշադրություն, մենք տեսնում ենք թարթող լույս, ճիշտ է։ Կբացատրես ինչ էր դա։ Լույսի թրթվոցը բարձրակոսը ընկալում է որպես ձայն, դանդաղ թրթվումը առաջացնում է յուրահատուկ ձայն, իսկ արագ թրթվոցը առաջացնում է ուրաթիվի ձայնը։ Դուք տեսնում եք դաշնամուր, որի այստեղ գտնվում է դաշնամուրի բարձրակոսը, իսկ այստեղ մոստիկներ են, սպիտակ լսված գնդիկներ են, ուշադրություն։ Եվ մենք ցածր ձայն ենք տրամադրում, գնդիկները շատ գրեթե չեն շատ բարձր ձայնի դեպքում, գնդիկները շատ արագ է սկսում շարժվել։ Դե հիմա բացատրի ինչով է դա պայմանավորված։ Քանի որ այստեղ բարձրախոսը թրթվում է ձայնից, այն մի կողմ է շփոթում այս գնդիկներին եւ ստեղծում է այնպիսի յուրահատուկ համադրություն։ Սա պլազմային գունդ է, սակայն այն ունի մի յուրահատկություն։ Չի աշխատում։ Այն աշխատում է ձայնի օգնությամբ։ Եվ եթե ձայն չկա, նա չի աշխատում։ Մինչև մենք ձայն չանենք, չենք կարող ղեկավարել, չենք կարող աշխատեցնել այս պլազմային գունդը, բայց ես կարող եմ, բայց սա կարող է ամեն ինչը, ամեն մի կայծը ղեկավարել մեր մատի օգնությամբ։ Ուշադրություն, այս հեղուկը, որը կոչվում է ֆերոհեղուկ։ Ֆերոհեղուկը ձայնի օգնությամբ շարժում է, բացանում է վերև իջնում է ցած։ Իսկ եթե ձայն չկա, նա միշտ ներքև ընկած է լինում, ուշադրություն։ Դուք դիմացից տեսնում եք Արամ Խաչատրյան, սակայն արտացոլվում է Վիկտոր Ամբարձումյանը։ Դա մեջնում է նրանից, քանի որ հայերին արտացոլվում է ետևի պատկերը։ Դրա համար երբ մենք պտտեցնում ենք, ստանում ենք այստեղ մեր աչքի Վիկտոր Ամբարձումյան, իսկ հայերու մոտ Արամ Խաչատրյան։ Սա սարքավորում է, կոչվում է պրանքինոսկոպ։ Եվ երբ մենք պտտեցնում ենք, ուշադրություն այս հայելիները արտացոլվում են, քանի որ պատկերը պտտվում է հայելիներն իրենց հետ, պատկերների շարժը հայելիները արտացոլվում են, եւ մենք ստանում ենք գրեթե մուլտֆիլմ։
Տանկի պատկերները նկատի ունես։ Այո։ Եթե դուք գաք այս գծի մոտ, դուք կտեսնեք, որ այն կիսված պատկեր է։ Մի մասը շրջան է, իսկ մյուս մասը քաղաքուսի։ Գիտեք ինչ է պատճառը, որ կիսված է պատկերը։ Այս մեջտեղի կիսված գիծը իրականում հայելի է, եւ այդ հայելին կիսում է պատկերները, այս պատկերները կիսված չեն։ Մի կողմից քաղաքուսին, իսկ մյուս կողմից շրջան։ Այդ գլուխոտրուկ կարող եք արդյոք ասել գույները, սակայն չկարդալով բավերը, այսինքն ասել, թե բավերը ինչ գույնով են գրված, կարող եք դժվարանալով, չէ։ Նարնջագույն, կապույտ, մանուշակագույն, կարմիր, երկար մտածելուց հետո։ Սա օգտագործում են լավտեստերին պարզելու համար։ Երբ լավտեսին տալիս են եւ ասում են տվյալ երկրի լեզվով տալիս են ու ասում են ասա, թե ինչ բավերով են գրված գույները, եթե նա շփոթվում էր ու կանթում էր բավոր, ճանաչում որ նա լավտես է։ Սա պլազմային գունդ է, եւ այս պլազմային գունդը մենք նույնպես ինչպես այն պլազմային գունդը մենք կարող ենք ղեկավարել այս նույն պլազմային գունդը։ Սակայն որովհետեւ բողոքից կանեք, ես ցանկանում եմ ձեզ հուսանք հաղորդել։ Զգացի դա ու ազդեցությունն է հենց։ Դուք տեսնեք փետուրներ, ճիշտ է, որոնք չեն շարժվում, որոնք ձեզ թվում է թե չեն շարժվում, սակայն երբ ձեր մոտեցնեք, դուք կտեսնեք, որ նրանք շարժվում են եւ այն էլ շատ արագ։ Եվակոսով դուք կտեսնեք, որ այս լույսը թվթվում է, եւ այդ լույսի թվթվումը համապատասխանում է հենց այս փետուրների շարժին, դրա մեր մենք չենք տեսնում։ Սակայն եթե մոտ նայենք, դուք կտեսնեք, որ արագ շարժվես փետուրի ծայրը երկու տեղ է մի անգամից գտնվում։ Սա կոչվում է ջաստրոյի խապկանք։ Դուք տեսնեք, որ այս պատկերը ավելի մեծ է, քան այս պատկերը, ճիշտ է։ Սակայն երբ այս պատկերը դնում եք, այն ավելի մեծ է երևում։ Երբ դնում եք սրա վրա, լինում է նույն չափի, երբ սրա վրա ենք դնում, ևս նույն չափի։ Իսկ արդեն վերևում բոլորից փոքր, դա առաջանում է նրանից, որտեղ եթե ուշադրություն դարձնեք, միակ նույն սկզբնակետում դրված չեն, դրա համար է մենք ընկալում ենք իրենց որպես ոչ հավասար։ Շենք հանդի խապկանք։ Դուք որ ուշադրություն եք կտեսնեք երկու սեղան, չէ՞։ Եվ այդ երկու սեղանները մեծ են։ Սա երկար է եւ նե, իսկ սա փոքր եւ լայն, բայց նույն չափի է, Դա առաջանում է նրանից, որովհետեւ պատկերները գտնվում են տարբեր դիրքերում, եւ այդ տարբեր դիրքերից մենք սխալ ենք ընկալում մեր տեսածը։ Գլուխոտրուկ։ Կարող եք ասել, թե այստեղ քանի պատկեր կա։ 3, 4, 5, 6, 7, 8, 9։ Սխալ պատասխան։ Այստեղ չկա ոչ մի պատկեր իրականում։ Սա պարզապես դատարկայություն է, դա եղանակյուն չէ։ Շրջանները լիարժեք չեն, որպեսզի վերածվեն իսկական շրջաններ։ Նրանք պարզապես այս վիճակում են գտնվում։ Իսկ սրանք անկյուններ են, նրանք իրար միացված չեն։